Բարի լույս, առաջին ծրագիրը սկսեց իր աշխատանքը ATV ուղիղ եթերում, այս առավոտ սիրով ձեզ համար տաղավարից ողջունում են Սոնա Սաֆարյանը, Սուրեն Արուստամյանը, ժպիտը արևը մի քիչ թաքնվել է ամպերի մեջ, բայց մեր եթերում այն շողում է լիարժեք։ Բայլիս էլի հեռուստադիտողներ, այո, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, մենք սիրով ողջունում ենք ձեզ եւ առաջարկում ենք միանալ մեզ, որովհետեւ այսօր եւս պատրաստել ենք շատ հագեցած եւ շատ հետաքրքիր եթեր։ Այո, այսօր մարտի 27-ն է, թատրոնի միջազգային օրը, իսկ ես ուզում եմ շնորհավորել Նորին Մեծություն թատրոնին այս հրաշալի տոնի կապակցությամբ, բոլոր ընկերներիս, իմ համակուրսեցիներին, բոլորին շնորհավորում եմ։ Թատրոնը դա այն վայրն է, որտեղ պարզապես առաջին այցելությունից հետո պարզապես սիրահարվում ես միանգամից եւ էլ չես կարողանում ամբողջ կյանքդ կտրվել։ Այդպես եղավ ինձ հետ, երբ ես 11 տարեկանում առաջին անգամ դիտեցի ներկայացում, որտեղ երեխաներն էին խաղում մետրո թատրոնում ու հասկացա, որ ես էլ եմ ուզում բարձրանամ այդ բեմ ու այդպես արդեն անցավ մոտավորապես 30 տարի։ Ես միանում եմ բոլոր շնորհավորանքներին եւ շնորհավորում եմ քեզ սիրելի Սուրեն, որովհետեւ մեր տաղավարի թատրոնի ներկայացուցիչը դու ես եւ մաղթում եմ որպեսզի թատրոն վերադարձ լինի, որովհետեւ գիտեմ որ դա շատ ես ուզում։ Սա իմ ամենաբաղձալի փոքրիկ այսպես երազանքն է նորից բարձրանալ բեմ, որովհետեւ թատրոնը ինքը շատ էգոիստ է սառնով, սիրում է որ ամբողջությամբ ես նվիրվում եւ չի սիրում կիսել քեզ մեկ այլ ասպարեզում։ Իսկ հիմա ցավոք սրտի ժամանակս այդքան էլ մեծ չի, որ ես ամեն ինչ թողնեմ ու նորից վերադառնամ թատրոն, բայց մի շատ հետաքրքիր առաջարկ եմ վերջերս ստացել, որի մասին չեմ բարձրաձայնի հիմա, այնպես որ շատ հնարավոր է, որ շատ շուտով նորից ունենամ այդ հնարավորությունը եւ հիանալի ներկայացում խաղամ շատ տաղանդավոր մարդկանց հետ։ Ընտիր, իսկ ես նշեմ, որ թատրոնը հիմնադրվել է 1961 թվականին Թատրոնի միջազգային ինստիտուտի կոնգրեսի ժամանակ։ Հայաստանում թատրոնի միջազգային տոնը թատերական գործիչների միությունը կազմակերպում է արտավազդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գնահատվում է թատերարվեստի նախորդ տարվա ձեռքբերումները։ Այս տարի առաջին անգամ արտավազդ մրցանակաբաշխությունը անցկացվում է Երևանից դուրս, Կապանում։ 25 թվականին դրանում է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակը, ուստի որոշվել է արտավազդ մրցանակաբաշխությունը նվիրել այդ Հոբելյանին։ Դե ինչ ես պատկերացնում եմ այսօր թատերարվեստի մարդիկ ինչքան հուզված եւ սպասումներով լի են։ Մրցանակաբաշխության ընթացքին մաղթենք մեծ հաջողություններ եւ թող արժանի մարդիկ, ամենաարժանի մարդիկ այսօր ստանան մրցանակները։ Ես արդեն տեսել եմ, որ ընկերներիցս շատերը արդեն Կապանում են Երևանից եւ իհարկե վայելում են այդ հրաշալի բնությունը Սյունած լեռների, տրամադրությունը շատ լավ է եւ այսօր արդեն կմասնակցեն կիրականանա արտավազդ մրցանակաբաշխությունը։ Բոլորին մաղթում ենք հաջողություն եւ շնորհավորում նախապես բոլոր հաղթողներին։ Այո, եւ թատրոնին դեռ այսօր կանդրադառնանք, իհարկե կունենանք հյուր, ում հետ կխոսենք եւ կշարունակենք թատրոնի թեման, բայց այժմ առաջարկում եմ տեղափոխվենք Երևանի փողոցներ, որպեսզի հասկանանք, թե երթևեկությունը 5-շաբթի առավոտյան ինչպիսին է մայրաքաղաքում։ Իդեալական Սոնա ջան կարելի ասել, որովհետև այս պայծրությամբ շատ քիչ են խցանումները, որովհետև բոլոր դերասանները գնացել են Ղափան, այս այնտեղ են բոլորը եւ խցանումներ չկա։ Բայց դերասաններն էին խանգարում։ Դերասաններն էին առավոտ շուտ դառնում խցանման պատճառը, չէ։ Իհարկե կա վթար ցավոք սրտի դեպի հրապարակ բարձրացող Վազգեն Սարգսյան փողոցը, եթե չեմ սխալվում, կարծում եմ չեմ սխալվում, այնպես որ այստեղ իհարկե Իտալիայի ներողություն, այո, Իտալիայի փողոցում, Իտալիայի հենց փողոցում կա վթար, որի հետևանքով արդեն կա խցանում, ինչպես տեսնում ենք, այստեղ խցանումներ կան Հակոբ Պարոնյան փողոցում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում խցանումներ կան, փոքր կենտրոնն է այսօր ավելի շատ կենտրոնացած խցանումների դաշտում, Իսակով պողոտայում, Աթենքի փողոցում կա խցանումներ, Կորյունի փողոցում կա խցանում, ուսանողական հատվածը, Սարալանջում տեղ-տեղ, ոչ ամբողջությամբ, տեղ-տեղ կան փոքրիկ խցանումներ, սա է եւ երևի այսքանը, կարծում եմ այսօր, քանի որ 5-շաբթի է եւ գնում ենք, ահա, եւս մեկ վթար ենք տեսնում Չարբախի հարևանությամբ, Գարեգին Նժդե, այո, դեպի Չարբախ գնացող եւ այստեղ երկկողմանի խցանում կա Շիրակի փողոցում, այնպես որ զգուշացեք եւ փորձեք շրջանցել Գարեգին Նժդե, Արտաշեսյան, այո, Իսակովը, դե շատ են խցանումները, այնպես որ կամանց փորձեք ցրել այդ տրամադրությունը խցանումների, այսօր տոն է, հրաշալի եղանակ է դրսում, մի քիչ անպամած է, օրվա ընթացքում խոստացել եմ բացվում, բայց մեր տաղավարում արևն ու ջերմությունը փայլում է, հատկապես խոհանոցային հատվածում։ Այո, ինչպես միշտ, ողջունենք մեր շատ սիրելի Ադրինեին եւ ծանոթանանք օրվա բաղադրատոմսին։ Ադրինե, բարի լույս։ Բարի լույս, Ադրինե։ Բարի լույս, սիրելիներս, ողջունում եմ, շնորհավորում եմ ջերմագին։ Եվ իհարկե բարի լույս մեր թանկագին
հանդիսատեսին, հեռուստադիտողին, սիրելիներս ողջունում եմ ու ասում եմ միացեք մեզ առաջին ծրագրին, որպեսզի իմանանք օրվա բաղադրատոմսը։ Իհարկե կփորձենք մենք բոլորով այս 2 ժամը ձեր տրամադրությունը բարձր պահել եւ իհարկե խոսել օրվա բաղադրատոմսի մասին։ Այսօր շատ համեղ, շատ հետաքրքիր, վիտամիններով հարուստ, բավականին շատ բաղադրիչներով մի շատ համեղ ուտեստ ենք պատրաստելու։ Իհարկե ուտեստի ծագումը հայկական չէ, այլ արևելյան խոհանոցից է, եթե շատ մանրանամ կասեմ իրանական խոհանոցին է պատկանում այս ուտեստը, բայց շատ համեղ է, ինչու եմ անդրադարձել այս ուտեստին, որովհետև այնուամենայնիվ մեր տատիկներն էլ մենք շատ վաղուց այս նմանատիպ բաղադրիչներով ուտեստներ ենք պատրաստել եւ ելի մի քիչ կարելի է համարել նաեւ հայկական մոտիվներով։ Ինչ է մեզ անհրաժեշտ օրվա բաղադրատոմսը պատրաստելու համար։ Այսօր ուզում եմ այն շատ անգամներ խոստացած պսկաթանին անդրադառնալ։ Այսօր պատրաստելու ենք պսկաթանով ապուր, որը շատ բաղադրիչներ է պարունակում իր մեջ։ Ասեմ, թվարկեմ մեկ-մեկ, թե ինչ է անհրաժեշտ մեզ այս ապուրը պատրաստելու համար։ Սիսեր, ոսպ, լոբի, իհարկե, ասեմ, որ բնօրինակը կարմիր լոբով է, սիրելիներս։ Ես պարզապես այստեղ, քանի որ մեր գործընկերը առաջարկում է մեզ պահածոյացված սպիտակ լոբի, ես որոշեցի պատրաստել հենց դրանով, բայց բնօրինակը կարմիր լոբի է, ցանկության պարագայում կարող եք 2 տարբերակն էլ օգտագործել, մի փոքր սպիտակ, մի փոքր կարմիր, ելի շատ հետաքրքիր եւ համեղ է ստացվում։ Այստեղ ունենք կանաչիներ։ Կանաչիների մեր զամբյուղում ասեմ քանի տեսակի կանաչի կա։ Մաղադանոս, համեմ, սամիտ եւ սպանախ։ Իհարկե, այստեղ մի քանի հավելումներ էլ պետք է լինեին, բայց ցավոք սրտի Հայաստանում չեն աճում նմանատիպ կանաչեղեն, կամ գուցե կան, մենք տեղը չգիտենք, եւ ուստի այս պահին ես չունեմ այդ համապատասխան կանաչիները։ Ունենք այն ինչ որ ունենք, դա էլ կօգտագործենք։ Եվս մեկ անգամ կրկնեմ։ Ունենք սպանախ, մաղադանոս, համեմ, սամիտ։ Հետո հիմքը նաեւ ուրեմն կազմելու է արիշտան։ Մեր տատիկները գիտեք որքան էին արիշտա պատրաստում, իրենց ձեռքով, իրենց հալալ քրտինքով արիշտա էին պատրաստում եւ ընտանիքի անդամներին կերակրում էին արիշտայով, շատ համեղ արիշտայով կերակուրներ նաեւ։ Այս ապուրի մեջ ուրեմն արիշտա էլ ենք օգտագործելու կամ ռշտա, ոնց որ մենք սովորաբար ասում ենք։ Այստեղ օգտագործելու ենք սոխ, շատ քանակությամբ սոխ է պետք, սխտոր է պետք եւ իհարկե ամենավերջում գեղեցիկ նաեւ պետք է ձևավորենք եւ ձևավորման համար էլ մեզ անհրաժեշտ է լինելու չորացրած անանուխ, նանա է պետք լինելու։ Մի խոսքով բավականին գործ ունենք անելու եւ շատ հետաքրքիր ընթացքը ես ամեն դեպքում կփորձեմ էլի մանրամասնորեն բացատրեմ որը որից հետո։ Եվ հենց հիմա կսկսենք աշխատել, մի փոքր իմ գործը թեթևացել է այս պահին, ինչու, որովհետև այս բոլոր բաղադրիչները նախապես խաշված են արդեն, դուք էլ եթե որոշեք փորձեք այս կերակուրը պատրաստել, ապա գիշերը ավելի նախընտրելի է գիշերվա ժամին այս բոլոր հատիկեղենը թրջել, այնուհետև առավոտյան դնել եփվելու։ Կարող եք սիսերն ու լոբին իմիջիալոց նշեմ, սիսերն ու լոբին կարելի է միասին խաշել, ինչու ոչ, շատ համեղ կստացվի, ոսպը բնականաբար առանձին, բայց դե տեսեք ոնց հարմար է։ Սիրելիներս, ես արդեն սկսում եմ իմ աշխատանքը, մեկ կաթսա եմ բերում եւ իհարկե սկսում ենք առաջին հերթին սոխի տապակումից։ Առայժմ այսքանը կասեմ, որ սոխը պետք է տապակենք, անկախ նրանից, որ ես այստեղ արդեն բավականաչափ սոխ ունեմ տապակված, բայց առայժմ այսքանը, դուք մնացեք մեզ հետ, հետաքրքիրը դեռ առջևում է, ես շատ բան ունենք խոսելու այս կերակուրի մասին, այնպես որ մնացեք մեզ հետ, դադար այս պահին, քիչ հետո կհանդիպենք։
Այսպես լավ տրամադրությամբ անցնում ենք առաջ, ժպտում բոլորին եւ հավատացեք, երբ որ ժպտում ես կյանքին, կյանքի պատասխան ժպտում է նաեւ քեզ։ Այնպես որ փորձեք ժպիտն ավելի ընդլայնել օրվա ընթացքում, իսկ երեկոն արդեն հավարտել ընկերների հետ միասին Իջևանի գինու գործանի կողմից առաջարկող գինիների ուղեկցությամբ, որոնք ի դեպ շատ հասանելի են բոլորի համար եւ իհարկե ստեղծում են հենց այդ հրաշալի տրամադրությունը։ Եվ գինու հետ մի մոռացեք իհարկե պանիրների մասին, իսկ պանիրների լայն տեսականի, ինչպես նաև անարատ կաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Այո, եւ չմոռանաք, որ եթե խոհանոցում դուք նույնպես այն հրաշագործներից եք, ինչը որ պատրաստվում է ձեր ձեռքի տակ, ապա ասեմ, որ այդ ամենին կարող է ձեզ իհարկե օգնության հասնել Tramontina բրազիլական բրենդը, ով առաջարկում է այնպիսի լայն տեսականի խոհանոցային պարագաների, որոնք միանշանակ հասանելի են եւ սիրողական խոհանոցում, եւ իհարկե ռեստորանային պրոֆեսիոնալ ոլորտում։ Դե ինչ տեղափոխվում ենք մեր շատ սիրելի խոհանոց, որպեսզի տեսնենք, թե մեր շատ սիրելի Ադրինեն այս մեծ գործի պատրաստման որ փուլում է հենց հիմա։ Սիրելի Ադրինե, շնորհակալ եմ սիրելիս, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս, այսօր շատ գործ ունենք անելու։ Այո, ես որոշել եմ շատ այսպես ծավալուն, մեծ, այսպես աշխատանքներով լի կերակուր պատրաստել, առաջարկել շատ համեղ պսկաթանով կերակուր, որը իր մեջ ներառում է բազմապիսի հատիկեղեն, ունենք ոսպ, ունենք սիսեր, ունենք լոբի, խաշած տարբերակով բոլորը, ունենք բազմապիսի կանաչիներ եւ իհարկե պսկաթանը հիմքն է լինելու, այստեղ ունենք արիշտա, ունենք սող, սխտոր, չորացրած նանա, մի խոսքով շատ բազմապիսի բաղադրիչներ ենք օգտագործելու եւ ինչպես քիչ առաջ նշեցիք, մենք պետք է սկսենք առաջին հերթին սոխը տապակելուց։ Սիրելիներս, քանի որ ես այստեղ մի փոքր արդեն աշխատանքներ եմ կատարել, ինչպես նշեցի, բոլոր հատիկեղենը խաշված է եւ պիտի ասեմ, որ նաեւ շատ քանակությամբ սոխ եմ տապակել, որովհետեւ պետք է այն վերջում շատ կերակուրը գեղեցիկ զարդարենք տապակած սոխով։ Ես հիմա մի փոքր այստեղից այսպես ասած կգողանամ, մի երկու գթալ եւ կլցնեմ մեր կերակուրի մեջ, որովհետեւ առաջին հերթին այստեղ պետք է սոխը տապակելուց սկսենք, որովհետեւ հենց կերակուրը բացի այն, որ այն զարդարելու ենք երեսը տապակված սոխով, կերակուրի մեջ եւս պետք է լինի տապակված սոխ։ Իսկ ինչ է անհրաժեշտ դրա համար մեզ, մի փոքր հիմա յուղ եմ այստեղ ավելացնում եւ իհարկե հալած յուղի մասին էլ չմոռանամ, ինձ հալած յուղ էլ է պետք, շատ համեղ է ստացվում ընդհանրապես, երբ տնական բաղադրիչներով ես պատրաստում նմանատիպ կերակուրները, շատ ավելի համեղ են այն, ուրեմն դարձնում կերակուրը, այսպես փորձեմ, շատ բարի, առայժմ այսքանը մեզ բավական է, թողնենք մի կողմի վրա, եւ ինչպես նշեցի սիրելիներս, ես այստեղ արդեն տապակված սոխ ունեմ, մի երկու գթալ կավելացնեմ, ոչինչ, թող այսպես լինի, այստեղ պետք է ավելացեմ, այս քանակությունը կթողնենք ամենավերջում, այստեղ պետք է ավելացնենք նաեւ սխտոր, ասեմ, որ շատ վիտամիններով հարուստ է, ինքներդ արդեն տեսնում եք, որքան հետաքրքիր բաղադրիչներ են եւ այս ընթացքում դեռ անցումը գարնանից ամառ դեռ կարծում եմ մեզ անհրաժեշտ են այն վիտամինային պաշարները, որոնք ապահովում են մեր առողջությունը, այնպես որ պետք է հաշվի առնել դա եւս եւ իհարկե փորձել այս բոլոր հատիկեղենից, այս վիտամիններից օգտվել։ Այսպես ավելացնում եմ ձողիկներով կտրատված սխտոր, մի քանի կտոր, այս մյուս հատվածը կթողնեմ մի կողմի վրա եւ իհարկե ընթացքը պետք է չմոռանալ եւ խառնել բաղադրիչները։ Այսպես։ Ես կրակը մի փոքր իջեցնեմ եւ իհարկե հիմա պետք է զբաղվենք կանաչի կտրատմամբ, պետք է կանաչին կտրատենք եւ այստեղ ունենք մաղադանոս, համեմ, սամիտ եւ սպանաղ։ Սիրելիներ, սպանաղը ըստ ցանկության օգտագործեք, եթե ցանկություն չկա, ապա պետք չի, ուրեմն
կերակուրի մեջ ավելացնել այն, բայց հետաքրքիր է լինում։ Կարելի է նաև սպանախով պատրաստել։ Այսպես, ես հիմա փորձեմ արագ կտրատել կանաչին եւ ավելացնել մեր սոխի վրա։ Առաջին հերթին այս գործողություններն են կատարում, սիրելիներս։ Սոխը, սխտորը, կանաչիները, հետո մնացած բաղադրիչները։ Ադրինե։ Ողջույն։ Ողջույն, ես ինչ հրաշալի դու ձեռնարկում ես արել այսօր։ Շատ կանաչիներ կան, շատ հատիկներ կան եւ այստեղ հետաքրքիր է։ Ես եթե չեմ սխալվում, սա պսկաթանը, որ դու ասում ես, դա չորաթան։ Ես քանի որ սյունեցու թորը, ինչպես ասում են, ես հիշում եմ, որ շատ էին պատրաստում հենց մեզ մոտ, հա, պապիկիս գյուղը որ գնում էի, դա Սիսիանի Սալվարդ գյուղն էր, եւ այնտեղ չորաթանով ապուր էին պատրաստում ու շատ համեղ է, շատ, բայց ես հիշում եմ, չորաթանը շատ պինդ էր։ Եվ դրա հա, եւ դա թողնում էին ջրի մեջ, ինչ որ մի քանի ժամանակ որպիսի փափկեր, այո, այնուհետև հետաքրքիր թթվաշ համ ուներ, դե ես այն ժամանակ շատ փոքր էի ու ինչ տալիս էին ուտում էի, չէի կարող ասել, չէ, չեմ ուզում, բայց հիշում եմ, որ դուրս չեկամ։ Հետո արդեն որ ստիպված կերա, որովհետեւ դե էտա պետքա ուտես։ Հիմա չէ, որ երեխաներն ասպես կեր, ասպես չէ, ասպես դե լավ։ Այո, իհարկե։ Ոնց չէ, հələ մի հատ, հələ ու մենք sense խելոք սուսիկ ուտում էինք ամեն ինչ որ մեզ տալիս էին։ Շատ ճիշտ ես, ես մի երկու բառով ասեմ չորաթանի պատրաստման եղանակը, ես գիտեմ, որ մեր մեծահասակ սերունդը բնականաբար շատ լավ տեղյակ է չորաթանի մասին, թե ինչպես է այն պատրաստվում։ Չորաթանը, սիրելիներս, պատրաստվում է ուրեմն մածնից, մածունը դնում են կրակին, շատ երկար այն եփվում է, երբ կտրվում է մածունը, հյութը առանձնանում է։ Հյութը առանձնացում է, թափում են, մնում է, այսինքն տակը մնում է մածունը, պինդ եփված մածուն, համարյա քամած մածնի պես։ Այն հետո լցնում են կտորե քիսակների մեջ, կտորե այդպես, որպեսզի, այո, եւ դնում են ինչ որ ծանրոցի տակ, որպեսզի ամբողջությամբ ջուրը հյութը քամվի։ Հետո այդ մածունը, այսպես ասած քամված մածունը գնդիկների են վերածում։ Քարի նման է դառնում, այո, եւ դնում են չորանալու։ Ինչու են այդպես անում, որպեսզի այո, երկար մնա եւ իրենք ամիսների ընթացքում կարողանան օգտվել։ Տարիների։ Այո, տարիների, ինչու ոչ։ Ես հիշում եմ, որ դա պահում են կճուճների մեջ եւ հողի տակ։ Ապրես, հողի տակ, շատ ապրես, ամեն բան դու ճիշտ գիտես ու ճիշտ ներկայացնում ես։ Եվ հետո պատրաստելու պահը երբ գալիս էր, այն թրջում են երկար ժամանակ, որ փափկի եւ մեր տատիկները, ասեմ, ձեռքով մաղի մեջ այն այսպես հարում էին, որ դառնար միասեռ զանգված։ Բայց հիմա կյանքը այնքան է հեշտացել, այնքան ամեն բան հեշտ է, կա պատրաստի տարբերակ։ Այո, Էլոլան առաջարկում է արդեն այդ հարված, քամված ամբողջությամբ պատրաստի տարբերակը, մեզ պետք է ընդամենը այն եռացրած ջրով բացել եւ ավելացնել կերակուրի վրա։ Եվ նշեմ, ինչ եմ ուզում այս պահին ասեմ, գործս այսպես ասած այս պահին դադար է, բայց ուզում եմ խոսել այս մասին։ Դեռ չորաթանը շատ դարեր առաջ մեր խոհանոցում հայկական եղել է եւ 8-րդ դարում Սասունցի Դավթի էպոսում էլ նաեւ նշվել է այն մասին, որ երբ Մսրամելիքը ուղարկում է իր այսպես զորքը Թալանի, այնտեղ մի կին եգիպտացի կին հարցնում է ինչու են գնում Սասուն, ինչ կա այնտեղ անելու, ասում է գնում ենք այն սիրուն գեղեցիկ կովերին բերենք, որ դուք չորաթան պատրաստեք եւ չորաթան ունենաք։ Այսա շատ հետաքրքիր է, երբ բոլորը մեզնից, մեր խոհանոցից, մեր մշակույթից սենց կտոր գողացել են, թալանել են, այսպես ասած, բայց մենք մոռացության ենք տվել այս ամենը։ Մենք չենք կարող մոռանանք, որովհետև կան մարդիկ քո նման նվիրալներ այս գործում։ Ովքեր նույնիսկ շատ երկար process է եւ շատ աշխատատար, որտեվ այո, սա իրոք շատ աշխատատար է։ Դու չես զլացել եւ որոշել ես այն մեր եթերում պատրաստել։ Իհարկե ես կանաչի կա։ Շատ, իհարկե ինքը կտապակվի շատ սենց քիչ կդառնա։ Իհարկե ես ամենասկզբում նշեցի, որ անկախ ամեն ինչից մենք հայկական խոհանոցից խոսեցինք, բայց այս կոնկրետ այս կերակուրը պատկանում է արևելյան խոհանոցին, իրանական խոհանոցին, բայց այնուամենայնիվ մոտիվները կարելի է ասել հայկական է, որովհետև բոլոր այն բաղադրիչները, որոնք մենք հիմա կօգտագործենք, բոլորը շատ հայկական են եւ մշտապես մենք օգտագործում ենք։ Շատ լավ է։ Հիմա ես կանաչին ամբողջությամբ կկտրատեմ, սիրելիներս, կտապակեմ մի փոքր եւ այստեղ կավելացնեմ եռացրած ջուր։ Երբ կանաչի մի փոքր կեփվի, հետո հերթականությամբ կավելացնենք մյուս բաղադրիչները։ Ես նայում եմ
դարձայի տարողունակությունը, հասկանում եմ, որ դու որոշել ես սա պատրաստել ոչ միայն մեզ համար, նաև ամբողջ հեռուստաընկերության ես բաժանելու եւ նույնիսկ կողքի հեռուստաընկերությունը։ Ինչ ավելի փոքր է չկա։ Գիտես, այս ընկերակուրներից է բորշի պես, որ ինչքան ուզում ես քիչ անես, բայց չի ստացվի քիչ։ Ինքը մեկը ծավալուն, այո, շատ դե մենք նրանց ովքեր որոշել են այսօր կամ ուզում են չորացանով, պսկացանով, ինչպես նշվում է, ապուրուտել, խնդրեմ, կաթսան մեծ է։ Այո, համեցեք ժողովուրդ ջան, համեցեք 12-ից հետո ձեզ սպասում եկեք միասին։ Այնպես որ բոլորին կհասնի, ինչպես ասում։ Դե եթե այս process-ը արդեն արվում է, Ադրինե, մենք կարող ենք տալ փոքրիկ դասար։ Իհարկե կարող ենք։ Հետո արդեն տաղավարում ողջունենք մեր հյուրերին, խոսելու ենք թատրոնի մասին, մնացեք մեզ հետ, այնպես որ այսօր նորին մեծություն թատրոնի տոնն է եւ շատ ու շատ թատերական գործիչներ այսօր կապանում են, որպեսզի մասնակցեն արտավազդ մրցանակաբաշխությանը, բայց դա չի խնդիր մեզ համար, որպեսզի մենք նորից ունենանք հետաքրքիր հյուրեր, այնպես որ մնացեք մեզ հետ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ այսօր ինչպես արդեն խոստացել ենք, թատրոնին է նվիրված լինելու մեր եթերի մեծ մասը։ Թատրոնը աղոթքի վայր է ձեզ, այսպես է բնութագրել թատրոնը անվանի դերասան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը։ Թատրոն, որի միջազգային օրն աշխարհը տոնում է հենց այսօր։ Կրկին շնորհավորում ենք բոլոր մարդկանց, ովքեր թատրոնի հետ առնչություն եւ կապ ունեն, եւ շարունակելով մեր եթերը, մեր հյուրը եւս շատ սերտ կապված է թատրոնի հետ։ Եվ այսօր մեր հյուրն է դերասանուհի Դիանա Խերանյանը, բարի լույս։ Բարի լույս։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Շատ լավ, նախ շնորհավորում ենք այո։ Անչափ շնորհակալ։ Եվ ուզում եմ հասկանալ սերը դեպի թատրոն, երբ սկսվեց, ինչպես սկսվեց, որտեվ դա կայծի նման է, միանգամից բռնկվում է։ Այո, թատրոնի հանդեպ սերը իրոք կայծի նման է ու կա չէ, այսպեսի մի ասում եմ, որ եթե ընկնում ես հորը թատրոնի, այնտեղից դուրս գալը բավականին դժվար է լինում ու այդպես է։ Մանկուց է եկել թատրոնի հանդեպ սերը, որովհետև պապաս սերտ կապ ունեցա թատրոնի հետ։ Նշեմ, որ երկար տարիներ աշխատել է Սունդուկյանի անվան թատրոնում որպես փոխտնօրեն, այնուհետև Պատանի հանդիսատեսի թատրոնում երկար տարիներ ու մանկուց մեր ընտանիքում այդ թատրոն հաճախելու միտքը շատ է եղել ու մենք շատ ենք գնացել թատրոն, այսպես ասած կուլիսներում ենք մեծացել ու միշտ որպես հանդիսատես երբ նստում եի, մտածում եի կգա այնպիսի օր, որ ես էլ հայտնվեմ բեմում ու պատկերացրեք, որ եկավ է այդպիսի օրը ու ես բարձրացա բեմ ու միշտ գիտեք ինչն է հետաքրքիր, որ որպես հանդիսատես թատրոնը քեզ համար ուրիշ պատկեր ունեն, իսկ այնուհետև երբ որ դու ես բարձրանում բեմ, հա, բեմից լրիվ այլ ուրիշ պատկեր է լինում, ինձ համար նույնպես, բայց առաջին իմ դերը դա եղել է դպրոցական կատակերգություն ներկայացումը, այդ ժամանակ ես իսկապես դպրոցական տարիքում էի գտնվում ու Դավիթ Հարությունյան բեմադրեց այդ ներկայացումը ու իրանց պետք էր երեխա, ով այդ տարիքի էր, ինձ առաջարկեցին այդ դերը ու ես պատկերացեք ինչ մեծ սիրով ու խանդավառությամբ, ճիշտ այնքը այդպես մեծ խոսք չուներ, բայց ավելի շատ պարային շարժումներ էր ու ես մեծ սիրով ու ամեն ամիս նայում եմ թե ամսվա մեջ քանի օր կա այդ ներկայացումը դրված, որ ես գնամ ու այդ ներկայացումը խաղամ ու այդ սրտի թրոցը այդ ամեն ինչը, չգիտեմ, մինչև հիմա այդ ամեն ինչը ես հիշում եմ։ Այդպես։ Իսկ մեծանան թատրոնի կուլիսներում, այս ինչ է նշանակում։ Գիտեք, ինչ աշխարհ էր դա ձեզ համար այդ տարիքում։ Հենց այն եմ ասում, երբ որ դու փոքր ես լինում, հա, այդ ատմոսֆերան թատրոնի քեզ համար լրիվ ուրիշ է լինում։ Մանավանդ ես հիշում եմ Զավեն Տիգրանիչի ներկայացումները, հա, որովհետև իր ներկայացումները իսկապես շատ տարբերվող էին։ Իր հեքիաթները բեմադրած դու լիովին մտնում ես այդ հեքիաթների մեջ։ Ես մի հատ ներկայացում եմ ուզում առանձնացնել, ուղղակի սարսափելի է մի հատ ներկայացում կար, հենց այդպես էր կոչվում վերնագիրը, երբ ծնողները դառնում էին երեխա, երեխան դառնում էր ծնող, հա, ու ես ամեն անգամ զարմանում եի, ո՞նց է այսպես պատահում, որ այդպես է լինում, դե չի հասկանում այդ ամեն ինչը, բայց հետո երբ որ ներկայացումը ավարտվում էր, ինձ համար ամենահետաքրքիր պահը, թե երբ ես պետք է հայտնվեմ ետնաբեմում եւ տեսնեմ այդ կուլիսներում, թե այդ դեկորները, այդ ամեն ինչ ինձ համար բավականին շատ հետաքրքիր էր, հա, որովհետև ես նորից եմ նշում, որպես հանդիսատես ես ուրիշ ձև էի ընկալում, իսկ հետո երբ որ բեմ էի բարձրանում, ասում եմ, Աստծո, ոնց կարա այսքան մարդու առաջ դերասանը խաղա։ Այսինքն այդ հետաքրքրությունը փոքրուց է գալիս, հա, եթե դու հետաքրքրվում ես թատրոնում, դա արդեն ծուր քո ներսից է լինում, բնածին է լինում այդ ամեն ինչը, այսինքն չեն կարող քեզ սովորեցնել կամ սերմանել քո մեջ։ Եթե սիրեցիր, եթե չէ, հա, դա այնպիսի աշխատանք է դերասանի աշխատանքը, որ միայն սիրելով կարող ես կատարել։ Մեր հեռուստադիտողները գիտեն ձեզ եւ սիրում են Մարիա հեռուստասերիալից, գուցե դրանից առաջ մյուս սերիալներից եւս, բայց հետաքրքիր է իրենք եթե ուզեն ձեզ դիտել ներկայացումներում, թատրոնում, հիմա
որ ներկայացումներում կարող են ձեզ գտնել։ Հիմա կարող են գտնել գեղեցկուհին եւ հրեշը ներկայացման մեջ, այնտեղ խաղում եմ գեղեցկուհու Բելի կերպարը, մեր թաղը ներկայացման մեջ խաղում եմ Անանի կերպարը, Մալիֆսենտա ներկայացման մեջ խաղում եմ Ավրորայի կերպարը, այսինքն իմ դերակատարումները շատ են եւ բազմաբնույթ են, իրարից շատ տարբերվող, այնպես որ կարող են զանգարել Պատանի հանդիսատեսի թատրոն եւ խաղացանկում անպայման կարող են գտնել տարբեր տարիքի երեխաների ներկայացումներ։ Ձեանը, ինչպես նշեցի, թատրոնը էգոիստ է եւ սիրում է, որ ամբողջությամբ նվիրվես իրեն եւ չի սիրում այդ կես ոդկ ասվածը, հա, եւ շատ-շատերի համար հենց դա է դառնում խնդիր, որ հետագայում պիտի ընտրություն կատարես կամ թատրոնը կամ մեկ այլ աշխատանք, ինչը իմ պարագայում մի քիչ ստացվեց, բայց ես այդքան հեռու չեմ գնացել եւ դա իմ մեծ կարոտն է դեպի թատրոն։ Ուզում եմ հասկանալ, ինչքանով եք կարողանում ամբողջությամբ ձեզ տալ թատրոնին, որովհետեւ բացի նաեւ նկարահանումներից ընտանիք կա եւ այս ամբողջը նույնպես մեծ ժամանակ է պահանջում։ Գիտեք, ճիշտ եք ասում, այո, կես ոդկ թատրոնում չես կարող լինել, որովհետև այնպիսի տեղ է թատրոն, որ դու պետք է քեզ լիովին նվիրես։ Ես անում եմ այդպես, առաջնահերթ իմ կյանքում դրված է թատրոնը, հետո նոր մնացած իմ կողքի աշխատանքները, բայց նաև կարևորում եմ ֆիլմը, դե ընտանիքը իհարկե, բայց աշխատանքի առումով ավելի շատ գնահատում եմ թատրոնը, որովհետև թատրոնում լինելով դու կարողանում ես այդ անմիջական շփումը թատրոնի դերասանի եւ հանդիսատեսի մեջ, այդ ինձ համար մի ուրիշ աշխարհ է, հա, որովհետև եթե դու կինոյում ինչ-որ միտեղ սխալվում ես, դու կարող ես ասես ստոպ կամ չգիտեմ, էլի այդ ներքին հանգստություն ամեն դեպքում լինում է, բայց թատրոնում դու քո այդ ամբողջ կենտրոնացում ինչքան պետք է ուժեղացնես, որ հա, որտեղ երբ որ դու նայում ես, տեսնում ես, որ 400 հոգի նայում են մի մարդու, դա պատկերացրեք շատ դժվար պատասխանատվություն է, այսինքն քո մեջ պետք է այնքան բարձր լինի այդ պատասխանատվությունը, որ դու կարողանաս գոհացնել այդ 400 հանդիսատեսից գոնե 300-ին, եթե այն 100-ը դժգոհ լինեն։ Ամեն դեպքում չգիտեմ, շատ պատասխանատու է։ Դենա դեր թատրոնում, որը երազում եք խաղալ ու մինչև այսօր դեռ չեն առաջարկել։ Մի ժամանակ կար, որ երազում էի խաղալ, միշտ ասել եմ երևի թե Օֆելիայի կերպարը կցանկանայի խաղալ, բայց հավատացեք հիմնականում իմ դերերը ինչ բաժին է ինձ ընկել, շատ ուրախ եմ ու շատ գոհ եմ, հա, երբեմն դե իհարկե լինում են յուրաքանչյուր աշխատանքում հիասթափություններ, բայց չգիտեմ, հետո երևի ժամանակի ընթացքում խոսելով, ըմբռնելով, հա, եթե դու միգուցե այդ դերում քեզ չես տեսնում, հա, ռեժիսորը տեսնում է, հետո ժամանակի ընթացքում ասում ես, ափսոս է, ես որ ինչ չէի տեսնում, հա, այսինքն խոսակցության ընթացքում դու էլ ես գալի նույն կետին, ինչ որ ռեժիսորն է։ Խաղալ մանկական ներկայացում մեկ այլ բան է եւ խաղալ արդեն մյուս ներկայացումներում սա մեկ այլ աշխարհ է։ Ինչու՞, որտեղ մանուկները անկեղծ են եւ եթե այդ պահին դուրները չեկավ, ինչու՞ ման հենց այդ պահին արտահայտվում են եւ կարող են աղմուկ բարձրացնել հենց դահլիճում։ Ինչքանով եք տարանջատում եւ ինչքանով եք կարեւորում այս երկու սպեկտրները՝ երեխաների ներկայացում եւ մեծահասակների։ Գիտեք, ամենադժվար բանը երեխաների համար խաղալն է, հա, մանավանդ ներկասերենդ երեխեքին ինչ որ մի բանում համոզելը դա սարսափելի դժվար է։ Եթե քեզ հաջողվեց, եթե դու կարողացար համոզել տվյալ երեխային, որ դու այդ կերպարում լավ ես հանդես գալիս ու իր աչքեր, միայն աչքերից ես զգում, որ դու լավ ես հանդես եկել, ու ինքը քեզ ընդառաջ է գալի ներկայացումից հետո այդ իր ոգևորությունը, ասում ես, ոյ Աստված, ինչ լավ ես կարողացել ես երեխային համոզել, ուրեմն հավատացեք, որ ներկայացումը կայացած է եւ կերպարը նույնպես ստացված է։ Իսկ մեծ հանդիսատեսների համար գիտեք ավելի հեշտ է, որովհետև ավելի ըմբռնումով են մոտենում, ավելի չգիտեմ, փոքրերի համար ավելի դժվար է խաղալը, միանշանակ։ Միշտ չէ որ թատրոնում արևոտ եղանակ է լինում եւ շատ է լինում կուլիսային այլ անհանգստությունները եւ իհարկե իրադարձությունները։ Ոնց է կարողանում այս ամեն ինչը հետ համակերպել, որովհետեւ թատրոնը մի ընտանիք է, որտեղ լինում են եւ արևոտ օրեր եւ անձրևոտ օրեր։ Գիտեք, ես նշեցի, որ յուրաքանչյուր աշխատանքում էլ լինում են դժվարություններ, հա, թատրոնն է բացառություն չէ, բայց ամեն դեպքում, ոնց որ դուք նշեցիք, ընտանիքում էլ են լինում վեճեր, որոնք որ հետո լուծվում են։ Թատրոնն է մեր ընտանիքն է, աշխատում ենք այնպես անել, որ բալանսը պահել, որ հանկարծ անախորժություններ չառաջանան։ Իսկ հեշտ եք համաձայնվում ռեժիսորների հետ։ Չէ, հեշտ չեմ համաձայնվում։ Մի քիչ դժվար է լինում, հա, ամեն դեպքում, եթե մի քիչ մի փոքր դերը սրտով չի լինում, սկսում է սրտն եղել, բայց հետո ժամանակի ընթացքում Իսկ երբ ավելի է ռեժիսորի հետ աշխատել, երբ ռեժիսորը մի անձնավորություն է, ով ուղղակի ընկերու ռեժիսոր է, թե երբ ռեժիսորը ամուսինն է։
Ոյ, չէ։ Երևի թե ընկեր է, ավելի շատ ընկեր, որտեղ ամուսնու հետ դժվար է աշխատել ամեն դեպքում ու ես էլի բազմիցս նշել եմ, որ պետք է ամեն դեպքում ընտանիքի անդամները միասին չաշխատեն։ Առավելևս թատրոնում։ Առավելևս թատրոնում, այո։ Նաև ֆիլմում։ Նաև ֆիլմ։ Դավ քանի որ թեման բացվեց, ինչպես եք ծանոթացել ձեր ամուսնու հետ։ 1 տարի այնպես ստացվեց, որ թատերա ռեժիսորական կուրս, դերասանարեժիսորական կուրս թատերական ինստիտուտում հավաքում էին նույն տարում, այսինքն մի կուրս էր հավաքում ու հավաքում էր Վահե Շավերտյանը։ Այնպես ստացվեց, որ ես եւ Քաջայրը մի կուրս ընկանք այնտեղ իրար հետ, ու այնտեղ ծանոթացանք իրար հետ։ Ու այդպես սկսվեց։ Այո։ Ով է առաջինը սեր խոստովանել։ Քաջայրը։ Դե բա։ Ինքը նայում է։ Քաջայրը չի նայում, հիմա Քաջայրը նայում, ինչ ուզենք կարող ենք խոսել։ Մենք խոսեցինք այդ ռեժիսոր եւ երբ որ ռեժիսորը նաեւ ամուսինն է եւ շատ անգամ նաեւ դժվարություններ կան, այ որ հարցերում լուծումներ չեք գտնում իրար հետ։ Ոյ, այնքան բարդ թեմա է դա։ Եկա Քաջայրը չի նայում, բայց նամանավանդ Քաջայրի հետ աշխատել բավական դժվար է ինձ համար, որովհետև երբ որ նոր էինք սկսել հեռուստասերիալը, ես դա իհարկե ընդունում եմ, որ պետքա բոլոր դերասանների հետ հավասար նաև ես լինեմ, հա ինքը միշտ դա ասում է, որ դու իմ կինը չես, պլաշատկայում ամեն ինչ այնպես է, ինչպես ուրիշների մոտ, ես իհարկե դա ընդունում եմ, բայց յուրաքանչյուր մարդ ով սխալ անի, միշտ պատտում ասում է Դիանա, ինչի ասենք տեքստը չես սովորել, Դիանա ասում քոջը, բայց դու երեք տենում ես, որ ես տեքստը սովորում եմ, ինչ ես ասում ինձ, այսինքն բոլորը ով ինչ մի քիչ սխալ բանի, մեղավորը ես եմ զգալի, հա բայց փորձում եմ բռնումով մոտենալ ու հասկանում եմ իրան։ Հիմա ավելի թեթև փուլի մեջ ենք, այդ ամեն ինչը հաղթահարել ենք, որտեվ սերիալներն արդեն գրեթե ավարտվում, այնպես որ դժվար պահերը մնացել են հետը։ Իդեպ սերիալի զարգացումներից եւս խոսենք, որովհետեւ հեռուստադիտողների ամենահետաքրքրող հատվածն է այս թեման։ Ինչ փուլում է սերիալը, ուր ենք հասել։ Արդեն գագաթնակետին է հասնում կամած, հետաքրքիր սերիաները դեռևս արժևում են, այսպես չեմ ուզում շատ փակագծերը բացել, բայց ամեն դեպքում թող հետևեն, կտեսնեն ու ինչը իրանք սպասում են անպայման տեղի ունենալու, միշտ հարցնում են կբարիշեն, իրար հետ կլինեն, այնպես որ համբերատար կարող եք դիտել եւ տեսնել, որ լինելու է այն ինչ որ դուք եք ուզում։ Իսկ ինչպես եք տեսնում ձեզ 10 տարի հետո թատրոնում։ Ոյ, դա շատ բարդ հարց է։ Անկեղծ ասած չգիտեմ, չեմ մտածել այդ առումով։ Ես մոտավորապես 15 տարի է թատրոնում եմ, բայց թե 10 տարի հետո ինչպես կլինի թատրոնը, չեմ կարող ասել։ Ես կուզենայի, որ միշտ կարոտում եմ մոտավորապես մի 15 տարի առաջ թատրոնների իրավիճակի մասին, որովհետև 15 տարի առաջ ավելի ուրիշ էր թատրոնների կարգավիճակը, ավելի մարդիկ ուրիշ ձև էին մոտենում եւ դերասանին, եւ ավելի գնահատելով, չգիտեմ, ավելի, նույնիսկ այդ պրեմիերաների ընթացքը ես որ հիշում եմ, մարդիկ ինչ խանդավառությամբ են գալիս, նույնիսկ խնդրելով հրավիրատոմս։ Հիմա մի փոքր ամեն ինչ կոտրված ոնց որ լինի, բայց կարծում եմ եւ մեծ հույս ունեմ, որ անպայման կվերականգնվի ու այդ նույն վերաբերմունքը ինչ որ եղել է մի քանի տարի առաջ, անպայման կլինի։ Շատ լավ կլինի, որովհետև իհարկե եթե թատրոնը սիրում է, երբ իրեն սիրում են, հա, իսկ այս դեպքում թատրոնը քեզ նույնպես պատասխանում է մեծ սիրով եւ խանդավառությամբ։ Դիանա ջան, ուզում եմ մաղթել ձեզ շատ դերեր, շատ բեմեր եւ իհարկե շատ ֆիլմեր, բայց առաջին հերթին թատրոնում շատ դերեր, որովհետև դա շատ կարեւոր է յուրաքանչյուր դերասանի համար եւ ուզում եմ ձեզ նվիրել Ջովանի Սափո Ռոզեգինին, քանի որ այսօր տոն է, առիթը կա նշելու, կարող եք երեկոյան ամուսնու հետ միասին նշել թատրոնի միջազգային օրը եւ իհարկե այս գինին բացել եւ ուզում են քանի որ գիտեմ որ բոլոր դերասանուհիները ոչ միայն լավ խաղում են բեմում նաեւ լավ պատրաստում են տանը ուզում եմ ձեզ նվիրել Tramontina բրազիլական բրենդից խոհանոցային պարագա որը ունի յուրահատկություն հատուկ ծածկույթով է պատված եւ վրան չեն հավաքվում թունավոր բակտերիաներ սա ձեզ խոհանոցում առաջին օգնությունը որպես եւ ձեզ մաղթում ենք ամենալավ տրամադրությունը այսօրվա հետ կապված եւ Եվ մեկնաբերել իմ կողմից, քանի որ տոն է, Դավթի խանութսրահի կողմից զեղչի կարդ 20%-ի կարող եք այցելել եւ այնտեղ գտնել ձեր ոճային հագուստը։ Չափ շնորհակալ եմ։ Ձեզ եւս շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե այս պահին էլ կարճ դադար։ Որից հետո վերադառնանք ու շարունակենք։ Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս, շարունակում ենք մեր գործը, եւս մեկ անգամ այսպես արագ շատ արագ կասեմ, թե ինչ ենք արել մինչ այս պահը եւ կանցնենք առաջ։ Ինչպես ասացի, սոխը, սխտորը տապակում ենք, այնուհետև ավելացնում ենք կանաչիներ։ Կանաչիներից տապակել ենք մաղադանոս, սամիտ, համեմ եւ սպանախ։
ահա տապակվել է, եթե հիշում եք, ես ասացի պետք է ջուր ավելացնենք, որպեսզի մի փոքր կանաչին եփվի, հետո մյուս բաղադրիչները ավելացնենք, չշտապեցի, ցանկացա, որ այս բոլորը միասին անենք։ Սիրելիներս, մի փոքր կրակը իջեցնեմ։ Առաջին հերթին համեմենք, բնականաբար աղ կօգտագործենք։ Ընթացքում նաև երբ չորաթանը ավելացնենք, կհամտեսենք, տեսնենք աղի այսպես բալանսը ինչպիսին է, չնայած ասեմ, որ չորաթանը աղի չէ։ Քրքում ավելացնենք, շատ չի էստեղ, կարելի է ամբողջությամբ ավելացնել, ահա, եւ իհարկե ունենք սև պղպեղ։ Ընդհանրապես այսքան համեմունք է պետք այս կերակուրը պատրաստելու համար, խառնեմ եւ ավելացնեմ արդեն ջուրը, եռացրած ջուրը։ Այսպես։ Հիմա կրակը կբարձրացնեմ, որպեսզի շատ արագային եռա եւ ավելացնենք մեր հատիկեղենը։ Այսպես։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ շատ հագեցնող, շատ համեղ եւ վիտամիններով հարուստ կերակուր է, ահա դուք տեսնում եք, եթե որևիցե կերակուրի մեջ կա հատիկեղեն, դա նշանակում է շատ վիտամիններով է հարուստ, վիտամին B, պրոտեին եւ այլն, շատ բազմապիսի վիտամիններ են պարունակում յուրաքանչյուրը իրենցից, այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման փորձել։ Ինչպես նաեւ նշել էի, որ բնօրինակը կարմիր լոբի պետք է լինի, սակայն ես փոխարինել եմ սպիտակ լոբով։ Ցանկության պարագայում կարող եք երկուսն էլ մեկտեղ օգտագործել եւ կարմիրը եւ սպիտակը միախառնել, ինչու ոչ, այդպես էլ շատ հարուստ եւ համեղ է ստացվում համը։ Եվ մի բան էլ նշեմ, սովորաբար կան տնային տնտեսուհիներ, որ այսպես ինպես փոփոխության են ենթարկում որոշակի բաներ, մարդիկ կան, օրինակ, եթե ոսպ չեն սիրում, ոսպը բացառում են, այսինքն չեն օգտագործում, բայց շատ համեղ է այս բոլոր տարբերակներով։ Ահա, արդեն կամաց կեռա մեր այս ապուրը եւ մենք ավելացնենք բաղադրիչները։ Սիրելիներս, ինչպես նշեցի, սա արևելյան խոհանոցին է պատկանում, ուրեմն պարսկական խոհանոցին, եւ այն կոչվում է աշե ռեշտե։ Թարգմանաբար նշանակում է ուրեմն արիշտայով ապուր, աշ, այսինքն ապուր, ռեշտե, հասկանալի արդեն, արիշտա, ռշտա, ոնց որ մենք սովորաբար կենցաղում օգտագործում ենք։ Այսինքն շատ պարզ անվանում ունի, ռշտայով ապուր եւ շատ հետաքրքիր է, չնայած նրան, որ բազմապիսի բաղադրիչներ ունի։ Ինչու եմ այսօր որոշել անդրադառնալ այս կերակուրին, իմ տոհմը պարսկահայքից է, ես շատ ծանոթ եմ այդ խոհանոցին, մշտապես մենք օգտվում ենք այդ խոհանոցից եւ չգիտեմ, չեմ շատ խորացել, հետաքրքրվել, աշխարհում էլի կա այդպիսի խոհանոց, ինչպիսին պարսկական խոհանոցն է, բազմապիսի տեսականի, ես կարծում եմ աշխարհում ամենահարուստ խոհանոցներից մեկն է, որովհետև շատ է կերակուրների տեսականին, բազմապիսի եւ շատ համեղ է, իմիջիայլոց նշեմ, որ շատ համեղ։ Եվ Իրանում ապրող հայերը իմիջիայլոց շատ հարուստ են խոհանոցային այդ ուտեստների ցուցակի առումով, որովհետև թե նրանք պատրաստում են հայկական կերակուրներ եւ թե օգտվում են տեղի կերակուրներից, այնպես որ նրանց ցանկը ուտեստների շատ մեծ է եւ շատ բազմապիսի։ Եվ իմիջիայլոց նշեմ, ասեմ, որ ես էլ երկար տարիներ ապրելով այնտեղ շատ սովորել եմ այս բոլոր կերակուրները, չնայած նրան, որ մայրս, տատիկներս բոլորը միշտ մշտապես պատրաստել են այդ կերակուրները։ Եվ այսպես, շարունակելով ասեմ, որ հիմա պետք է ավելացնենք, այսինքն թեմայից դուրս էր սա այս ամենը, որ պատմեցի, ուզում եմ նաև դուք տեղեկանաք այնտեղի հայերի ապրելակերպին, որովհետև նրանք շատ հայ են եւ շատ ամուր, այսպես ոտքները ամուր դրած իրենց հայությունը, իրենց լեզուն, իրենց եկեղեցին, իրենց դպրոցները փորձում են պահպանել օտար երկրում, օտար հողի վրա, իսլամական հողի վրա, ինչը շատ ողջունելի է։ Դարեր շարունակ նրանք ապրում են եւ այս ամենը պահպանում են։ Ես բոլորին ողջունում եմ եւ ասում եմ, որ ձեզ բոլորիդ շատ եմ սիրում եւ շատ գնահատում եմ։ Եվ այսպես ավելացնեմ այստեղ հատիկեղենը, լոբին, ոսպը եւ սիսերը։
Այսպես։ Խառնենք։ Ադրինե, միշտ դու ես ամեն ավելացնում եւ խառնում ես, արի հայտարարենք կարճ դադար, հետո արդեն վերադառնանք եւ ընթացքը ցույց տանք։ Շարունակում ենք ծրագիրը բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ իհարկե ինչն է ակտիվացնում քաղաքի շարժը, երբ որ արդեն գալիս են մեր հայերը, հայրենակիցները, ովքեր բնակվում են Հայաստանից դուրս, չէ, Սոնա, եւ գալիս են մի շրջան, որ շատ մեծ ցանկություն կա գալ այստեղ ու հայրենիքում վայելել են հրաշալի ջերմ օրերը, տաք օրերը, որոնք հատուկ են միայն երևանյան տրամադրության մեջ։ Իդեպ նշեմ, եթե մտածում եք այս տարի նույնպես ունենալ այդ հրաշալի տրամադրությունը Երևանում, ապա շատ կարեւոր է ընտրել այն վայրը, որտեղ որ պիտի մնաք, անցկացնեք եւ իհարկե շատ կարեւոր են բոլոր հարմարավետությունները հենց տվյալ վայրի, այնպես որ մենք նորից առաջարկում ենք Առավոտը Hills-ի շրջանակներում, չէ, տեղափոխվել այնտեղ, որտեղ այս ամբողջը կա, ոչ միայն հարմարավետությունները, նաեւ բարձրակարգ սպասարկումը եւ բոլոր ժամանցային տարբերակները սպորտային, որոնք հաստատ ձեր առողջությունը եւ ձեր մարզավիճակը ել ավելի լավը կդարձնեն։ Այո, իդեպ ոչ միայն մեր սփյուռքահայերի համար, այլև բոլոր զբոսաշրջիկների, ովքեր ցանկանում են մայրաքաղաքում գտնել շատ հրաշալի վայր մնալու համար եւ ակտիվ հանգիստը միանգամից նույն վայրում կազմակերպելու համար իդեալական տարբերակ է Hills սպորտային համալիրը։ Ողջույն, Առավոտը Hills-ի շրջանակներում ես նորից Hills Hotel Resort-ում եմ։ Շարունակելու եմ ձեզ ներկայացնել բոլոր այն հարմարավետությունները, որոնք կան հենց այստեղ։ Իդեպ, ուշադիր եղեք, այսօր ներկայացնում եմ իմ ամենանախընտրելի եւ սիրելի սենյակը։ Բոլոր սենյակները, որոնք ներկայացված են Hills Hotel-ում, հիանալի են ու շատ լավը, բայց ես նախընտրում եմ այս սենյակը։ Կարծում եմ այս սենյակը ինձ շատ համապատասխան է։ Սա լյուքսն է, որտեղ կա բոլոր հարմարությունները լյուքս կարգավիճակում, որպեսզի վայելեք ձեր հանգիստը Երևանում եւ իհարկե Hills համալիրի շրջակայքում։ Բաց լողավազան, մարզումների հիանալի տեսականի, սպա կենտրոն եւ այս ամենը մեկ տեղում։ Hills-ում։ Նախագահական լյուքս, սա հյուրանոցի ամենաշքեղ տարբերակն է։ Մեծ հյուրասենյակ, ննջասենյակ, լոգարան ջակուզիով, ինչպես նաև առանձնահատուկ դիզայն, որը շեշտում է շքեղությունն ու բացառիկությունը։ Համարի երկու սենյակներից էլ կա մուտք դեպի բաց պատշգամբ, որտեղից էլ բացվում է քաղաքի հիանալի տեսարանը։ Ասեմ, որ այս ընդարձակ սենյակը ունի բոլոր հարմարավետությունները, երկու ննջասենյակ եւ մեկ իհարկե նախասենյակ, այնպես որ փորձենք բացահայտել ամեն մի սենյակն առհատ-հատ։ Եվ այսպես առաջին սենյակը, որը ունի մեծ մահճակալ, սանհանգույց, իհարկե էլի բոլոր հարմարավետություններով ու շքեղ, եւ ունի անձնական մուտք դեպի բաց պատշգամբ, որտեղ կարող եք վայելել ոչ միայն երևանյան առավոտները, նաեւ շքեղ ու գեղեցիկ երևանյան գիշերները։ Ընտանեկան լյուքս համարը նախատեսված է ընտանիքների համար, որտեղ երեխաները կարող են վայելել իրենց անկյունը, իսկ մեծերը իրենց հարմարավետությունը։ Ես ձեզ առաջարկում եմ ծանոթանալ նաև երկրորդ ննջասենյակի հետ, իսկ մինչ այդ ես իհարկե սենյակում առկա բարձրակարգ Wi-Fi-ի միջոցով կկարգավորեմ բոլոր գործերս։ Սենյակների արժեքը ներառում է հետևյալ անվճար ծառայությունները՝ նախաճաշ, փակ լողավազան, տաքացվող, բաց լողավազան, սեզոնային տաքացվող, ավազի վոլեյբոլ, խմբային մարզումներ, մարզասրահ, մանկական սենյակ։ Բացի այդ, հյուրանոցի տարածքում կարող եք օգտվել վճարովի ծառայություններից, ինչպիսիք են սպա կենտրոնը, գեղեցկության սրահը, ֆուտզալը, մեծ թենիսը, ռեստորանը եւ սրճարանը։
Նախաճաշը Hills Hotel Resort-ի ռեստորանում կարող է լինել վիտամիններով հարուստ եւ բավականին հագեցած մենյուով, այնպես որ այստեղ նույնպես բոլոր հարմարությունները կան հիանալի վայելելու առավոտյան նախաճաշը եւ օրվա ընթացքում ցանկացած տեսակի սնունդը։ Եվ ի դեպ ուզում եմ նշել, որ այստեղ ոչ միայն հիանալի է նախաճաշը, նաեւ հենց համալիրը, ռեստորանային հատվածը տալիս է ձեզ բոլոր հնարավորությունները, որպեսզի ձեր կյանքի կարևոր տոնակատարություններն անցկացնեք հենց այստեղ։ Դե ոնց այսքանից հետո չգնաս այնտեղ։ Այո, իդեպ ասեմ, որ խոհանոցը շատ համեղ էր եւ շատ համեղ են պատրաստում եւ մենյուի մեջ նաեւ շատ առանձնահատուկ ուշադրություն է դարձում առողջ սնունդին, քանի որ հենց Hills սպորտային համալիրը հանդիսանում է առողջության կենտրոն, մարզական կենտրոն, այնպես որ մարզական սնունդը եւ առողջ սնունդը շատ է կարեւորվում հենց այնտեղ։ Դե առողջ սնունդը կարևորվում է նաև մեր տաղավարում եւ հիմա տեղափոխվում ենք խոհանոց, որպեսզի տեսնենք, թե մեր շատ սիրելի Ադրինեն որ փուլում է։ Ադրինե։ Շնորհակալ եմ Սոնա ջան, բարի ողջույն նաև մեր հեռուստադիտողին, ասեմ, որ սիրելիներս այսօր շատ համեղ ուտելիք ենք պատրաստում, կերակուր, ապուրի տարբերակ, որը բազմապիսի բաղադրիչներ է պարունակում իր մեջ։ Մենք ներկայացնեմ, թե մինչ այս պահը ինչ ենք արել, սոխը, սխտորը, բազմապիսի կանաչիները, այսինքն սամիթը, համեմը, մաղադանոսը, սպանախը տապակել ենք ամբողջությամբ, ավելացրել ենք աղ, սև պղպեղ եւ քրքում, այնուհետև ջուր եմ լցրել այս ամենի վրա եւ ավելացրել ենք հատիկեղենը, լոբի, ոսպ եւ սիսեր։ Ահա, բավականին լավ եփվել է արդեն։ Մենք հիմա պետք է ավելացնենք այստեղ արիշտան։ Արիշտան փորձենք կիսել, տեսնենք ինչ վիճակ է այստեղ տիրում մեզ մոտ արիշտան։ Երկար ուրեմն կտորները կկիսեմ երկու մասի, մանր կտորները ուղղակի պարզապես հենց այնպես կավելացնենք։ Ահա։ Երկու մասի բաժանենք, այսպես լցնենք մեր կերակուրի մեջ։ Սրանք փոքրիկ կտորներ են, կարելի է հենց այսպես էլ օգտագործել։ Իհարկե նախընտրելի է սիրելիներս ավելի քիչ բոված տարբերակ լինի արիշտան եւ իհարկե լինի այս շատ բարակ կլոր տարբերակները իր հարթությամբ շատ այստեղ ավելի համահունչ է, բայց եթե լինի մենք ուրիշ տարբերակ էլ ունենք արիշտայի նեղ, տափակ, երկար տարբերակները, եթե սա չգտնեք, ապա այն մյուս տարբերակն էլ էլի ոչ մի հարց չկա, կարող եք այն օգտագործել։ Ահա, ավելացնում եմ այս արիշտան, կարծում եմ այսքանը բավական է, հիմա խառնեմ ու հասկանամ, եթե անհրաժեշտություն կլինի, էլի կավելացնեմ, գիտեք, որ եփվելու է եւ մի փոքր ավելի քանակությունը շատանա, զանգվածը մեծանա, այնպես որ սա էլ պետք է զգուշությամբ իհարկե օգտագործենք, ես այստեղ ավելացնեմ մի քիչ ջուր, այսպես, թողնենք եռա, այս ընթացքում նաև ավելացնելու եմ չորաթանը։ Հիմա մինչ եռա, մենք այս թավայի մեջ պետք է տապակենք, երևի թե ես տեղափոխեմ մյուս կողմի վրա, կաթսան, որպեսզի այս հատվածում արդեն տապակենք մեր չորացրած անանուխը։ Սիրելիներս, այստեղ ավելացնում եմ յուղ, հալած յուղ, այսպես մի փոքր ավելացնենք հալած յուղը, և ավելացնենք չորացրած անանուխը, շատ հետաքրքիր համադրություն է այս կերակուրի հետ չորացրած անանուխը, շատ յուրահատուկ համ է տալու, և զարդարելու ընթացքում էլ ցույց կտամ, թե որքան գեղեցիկ է ստացվում, երբ որ վերջում անանուխով, տապակված անանուխով այն կերակուրը զարդարում ես։ Ահա, ավելացնում եմ բավականաչափ, այսպես առատորեն պետք է օգտագործենք անանուխը։ Ու այսպես կամաց խառնելով թողնենք տապակվի։ Կարծում եմ էլի տեղ կա, էլի կարելի ավելացնել, ահա։
Ադրինե ջան, դու ամենաթունդ պահին ես, հա, գործի, որովհետև ինչպես ասում են, արդեն բոլոր բաղադրիչները եփման process-ում են։ Եվ ես ուզում եմ նշել, որ այս պահին Ադրինեին շատ այսպես էֆեկտիվ օգնության է հասել տրամոնտինան։ Այո, միանշանակ։ Որովհետև շատ հարմարավետ է պատրաստել, եթե կա ձեռքի տակ տրամոնտինայի պարագաները խոհանոցային։ Իդեպ նշեմ, որ բրազիլական բրենդը այսօր նաև Հայաստանում է կարող է գտնել լավագույն սուպերմարկետներում քաղաքի եւ ունեն շատ կարեւոր առանձնահատկություն։ Բոլոր պարագաները ունեն հատուկ ծածկույթ, որոնց վրա չի հավաքվում թունավոր բակտերիաները, եւ սա շատ է ես կարեւորում, հատկապես եթե ճաշիկ եք պատրաստում փոքրիկ բալիկների համար։ Այո, շատ կարեւոր են։ Եվ չմոռանանք ամենակարևորի մասին, առավոտյան նախաճաշ, որի մասին ամեն անգամ հորդորում եւ նշում է Ադրինեն, իսկ առավոտյան նախաճաշի մեջ շատ կարեւոր է կաթնամթերքը, որը կապահովի ամբողջ օրվա սպիտակուցները, սնունդը ձեր մկաններին, իսկ կաթնամթերքի լայն տեսականին առաջարկում է Էլոլան, ինչու հատկապես Սյունած լեռներից է, որովհետև հենց այնտեղ է այն բույրը, այն արև, այն ջերմությունը, այն տրամադրությունը, որը կգտնեք կաթնամթերքի մեջ, եւ այս ամենը իհարկե ներկայացված է լայն տեսականիով ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները ունեն այդ հնարավորությունը եւ հայկական խանութներից կարող են ձեռք բերել։ Եւ ինչու՞ չէ նշենք, որ այսօրվա կերակուրը հենց պատրաստվում է Էլոլայի ապրանքանիշով եւ հալածյուղը եւ պսկաթանը այն բազմապիսի անգամներ, որ կրկնել եմ պսկաթանը շատ համեղ է եւ յուրահատուկ, ահա Էլոլան առաջարկում է եւ այսօրվա մեր կերակուրը հենց այս ուրեմն մթերքով է։ Եվ չմոռանանք, որ Իջևանի գինու գործարանն էլ առաջարկում է երեկոն ավարտել արդեն իհարկե լավ տրամադրությամբ շքեղ գինների տեսականին առաջարկելով բոլորիս եւ պահածոների նաեւ համեղ կոմպոտների, որոնք տալիս են տնականի պատրաստած համը, այնպես որ այս օրերին թող ձեր ընկերը լինի այն տրամադրությունը, որը կտա ձեզ Իջևանի գինու գործարանը եւ իհարկե այն համեղությունները, որոնք ներկայացված են արդեն պահածոների տարբերակով, միշտ հասանելի յուրաքանչյուրիս համար։ Այո, շատ ճիշտ է, եւ ես կուզեմ այստեղ հավելեմ, եթե այս կերակուրը փորձեք, պատրաստեք եւ ցերեկվա ժամին, այսինքն ճաշի ընթացքում որոշեք, որ պետք է այս ուտեստը ուտեք, ես կարծում եմ սպիտակ գինի շատ համադրելի կլինի այս ուտեստի հետ, անկախ նրանից նա ապուր է, այսինքն ապուր է կոչվում, բայց շատ թանձր ապուր է, այնպես որ շատ համահունչ կլինի կողքից սպիտակ գինի, այնպես որ վայելեք եւ այսօրվա կերակուրը եւ մեր գործընկերների առաջարկները փորձեք վայելեք։ Եվ ասեմ հիմա ինչ ենք անում։ Ես արդեն կրակ անջատեցի, մեր անանուխը տապակվեց յուղի մեջ, հիմա այստեղ կերակուրի մեջ ավելացնում ենք պսկաթանը, կուզեմ որ տեսնեք, թե որքան յուղալի է իր այսպես երեսը, այսինքն դա նշանակում է, որ ընտիր տնական սա մթերք է։ Իհարկե ես կառանձնացնեմ մի փոքր յուղը, հիմա ինձ երևի թե մեկ աման է պետք։ Ադրինե ջան, ասես քեզ կօգնեմ։ Ես կարող եմ մի կողմի վրա։ Իհարկե, ահա։ Ստացվեց, օգնությունը ստեղ հասա։ Ինչ լավ է, էլ ինչա պետք անել։ Հիմա տեսնենք ընթացքը ինչ ցույց կտա։ Ահա, այսպիսի տեսք ունի պսկաթանը։ Այո, չորաթանը, ինչպես ասում են ժամանակին, այո, չորացրած չորաթանը հրաշալի, այսպես մթերք է, շատ սննդարար, շատ օգտակար, վիտամիններով հարուստ։ Սիրելիներս, մի բան այստեղ հավելեմ։ Եթե պահքի շրջանում եք, ապա խորհուրդ կտամ ընդամենը չորաթանը չավելացնեք, այս կերակուրը պարզապես այսպես եփեք, տապակված անանուխով վայելեք։ Իսկ եթե պահք չեք պահում, ապա կարծում եմ շատ տեղին կլինի։ Ահա, այսպիսի գեղեցիկ արդեն գույնը, բույրը հրաշալի է։ Ես էլի մի փոքր էլ կուզեմ ավելացնել չորաթան, որպեսզի շատ ավելի ճոխ լինի ամեն բան։ Այսպես մի գթալ ենք ավելացնում եւ իհարկե խառնում ենք։ Մեր ապուրը պատրաստ է, մի փոքր պարզապես պետք է թողնենք եփվի ու վերջում զարդարենք։ Զարդարելու process-ը անպայման միասին ենք անելու, որպեսզի դուք տեսնեք, թե որքան ինքը գեղեցիկ է ստացվում եւ որքան օգտակար ու համեղ։ Շատ լավ, մինչև ապուրը եփվում է, Ադրինե, եթե ամեն ինչ արդեն ասել ես, ես կարծում եմ ժամանակն տալ դադար, հետո արդեն ընդունել մեր հաջորդ հյուրերին եւ իհարկե որից հետո արդեն կտեսնենք թե ինչ եղավ։ Մեծ սիրով կհանդիպենք քիչ ուշ, դուք մնացեք մեզ հետ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ կրկին շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն թատրոնի հետ։
Եվ իհարկե թատերաշխարհում ենք մնում։ Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ներկայանում է թատերական ծրագրով։ Ապրիլի 22-ին կկայանա ՅՈՆԵՍԿՕ-ի Զառանցանք երկուսով ներկայացման պրեմիերան։ Զառանցանք երկուսով ներկայացումը բացահայտում է սիրո, պատերազմի եւ մարդկային հարաբերությունների աբսուրդային հակասությունները, հիշեցնելով, որ միայն սերը կարող է հաղթել թե ներքին եւ թե արտաքին պայքարներում։ Եվ այսօր մեր տաղավարում են Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ, բեմադրող ռեժիսոր Վահագն Սաղաթելյանը եւ դերասանուհի Կատրին Գրիգորյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ ենք անչափ։ Շատ կարևոր տոն է բոլորիս համար սա։ Ես ուրախ եմ, որ գտնում եմ ձեր գեղեցիկ տաղավարում գեղեցիկ մարդկանց հետ, հրաշալի օրը սկսել գեղեցիկ մարդկանց հետ։ Ներկայացման հետ կապված կարող եմ նշել, որ ներկայացումը իր մեջ պարունակում է այսօրը, վաղը ու մյուս օրը, այսինքն ամեն ինչը մարդկանց հետ կապված ու մարդկանց բախումը թե պատերազմի, թե աշխարհի հետ։ Մենք փորձել ենք լուծումով տալ հենց այդ դեղամիջոցը այսօրը հաղթելու համար։ Սա դիպլոմային աշխատանք է։ Իհարկե, դիպլոմային 4-րդ կուրսի դիպլոմային աշխատանք, ես սովորում եմ Նարինե Գրիգորյանի արվեստանոցում։ Դիպլոմային աշխատանք է, իհարկե, այս ներկայացումը սկսեմ մի քիչ սկզբից, փակագծերը բացեմ։ Աբսուրդ ժանրը սկսել եմ ուսումնասիրել մեր նախկին լուսահոգի վարպետի շնորհիվ, Հրաչյա Ղազարյան, ժողովրդական արտիստ։ Աբսուրդ ժանրի մեջ գտնելով գեղեցիկ լուծումներ, փորձել եմ ցույց տալ այս ներկայացումով, իհարկե այն ճանապարհը, որը կտանի հաղթանակի։ Դե թույլ տամ այդպես ասել, ապրիլի 22-ին ձեզ ենք հրավիրում անպայման մեր պրեմիերային, որպեսզի տեսնեք մեր ներկայացումը, մեր աշխատանքները, չգիտեմ, մի քիչ կատնի։ Եվ դերասանու ընտրությունը ոնց։ Դերասանուհու համար պայքարել եմ 1 տարի, քանի որ նա հիմա արդեն 3-րդ կուրսում է։ Երկրորդ կուրսում ուզում էի բեմադրել Ռոմեո ու Ջուլիետը Շեքսպիրի, ուզում էի հենց Ջուլիետան լիներ Կատրինը։ Իսկ Ռոմեոն դուք։ Չէ, Ռոմեոն ոչ, Ռոմեոն կար։ Մեր մյուս դերակատարը Արամը։ Ուզում էինք հենց այդպես անեն, քանի որ չդարձավ ինչ որ X պատճառներով, հենց այս ներկայացումը, որ ցանկացա բեմադրել, մի անգամից առանց ինչ որ բաների, Կատրին ուզում եմ քո հետ բեմադրեմ, առանց խնդրի նույնը Արամը, մեր մյուս դերակատարը։ Իդեպ բարևում ենք Արամին։ Կատրին։ Այո։ Ներկայացման մասին ինչ կասեք դուք։ Դե քանի որ ՅՈՆԵՍԿՕ-ն ինքը աբսուրդի թատրոնի հիմնադիրներից է, ստեղծագործությունը ինքնին շատ բարդ եւ շատ բարդ ընկալելի է հանդիսատեսի նաեւ մեզ համար։ Սկզբում անսահման բարդ էր, բայց մենք շատ երկար ժամանակ տրամադրեցինք պիեսը վերլուծելու, կերպարները գտնելու եւ իմ կարծիքով որ ստացվել է։ Ստացվել է, շատ լավ, իհարկե ստացվել է եւ դա դրա ապացույցը արդեն կլինի 22-ին։ Հիմա հասկանանք թե թատրոնի հանդեպ մեծ սերը որտեղից սկսվեց, երբ սկսվեց, ինչը հանդիսացավ այդ կայացնու պատճառը։ Ինչպես սկսվեց։ Ես որպես ջենտլմեն խոսքը կգամ։ Կատրին։ Լավ։ Ես իրականում փոքրուց եմ սիրել թատրոնը։ Ինձ մայրիկս է տարել թատրոն եւ ընդունել թատերական ստուդիա։ Սովորել եմ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի թատերական ստուդիայում 2 տարի, այնուհետև խաղացել եմ այնտեղ ներկայացումներում, փոքրիկ դերերով եւ թատրոնը ինձ ուղղորդեց դեպի թատերական ինստիտուտ։ Մեծ ողջավորությամբ ընդունվել եմ, մեծ ողջավորությամբ սովորում եմ, ընդհանրապես դժգոհություններ չունեմ։ Շատ մեծ իրով գնում եմ դասի, շատ մեծ իրով գնում եմ փորձերի։ Չգիտեմ, թատրոնը, այո, Վահագի մոտ եւ ոչ միայն։ Թատրոնը, չգիտեմ, կյանք է ինձ համար։ Այո։ Եվ դուք։ Ես, քանի որ ծնունդով Արցախից եմ, հենց Մարտակերտ քաղաքից, մեզ մոտ ունենք մշակույթի տուն, այցելել եմ այնտեղ պարապմունքների եւ այլն փոքրիկ դերեր իհարկե, եղել եմ նաեւ հաղորդավար մշակույթի տանը, իդեպ, այո։ Ինչ որ միջոցառումներ փոքր մեծ այդտեղից էլ հենց սկսել է սերը դեպ թատրոն ու իհարկե թատրոնը չէի սիրի, եթե մեր էլի եմ կրկնում, մեր կուրսի ղեկավարը իմ վարպետը չլիներ Հրաչյա Ղազարյանը, անսահման շատ ու լուսավոր մարդ էր, տարիքից զատ, որովհետև տարիքով էր, բայց մեզանից ջահել էր մտածում ու իրոք այդ ցանկությունը թատրոնի հետ կապված իմ մեջ sense լույս
արթնացրեց, որ ես պետք է զբաղվեմ հենց ռեժիսուրայով։ Ռեժիսուրան շատ բարդ է։ Իսկ ֆիլմեր։ Ֆիլմեր սիրում եմ, ճիշտն ասած, հիմա ինքս էլ երկրորդ մասնագիտությամբ, քանի որ լուսանկարիչ, վիդեոգրաֆ, վիդեոնկարիչ եմ, նկարում ենք ինչ-որ էպիզոդիկ բաներ, սենց հաղորդումներ եւ այլն, բայց ինձ համար թատրոնը մի տեղ է, որտեղ իհարկե Կատրինը այսօր առավոտյան նշեց այդ նախադասությունը, ինձ մոտ շատ լավ էր, որ թատրոնը այնտեղը չէ, որտեղ որ գնում ենք 2 ժամ կտրվելու աշխարհից, այլ թատրոնը այնտեղն է, որտեղ գնում ենք 2 ժամով աշխարհը բացահայտելու ու հասկանալու։ Ու իմ գործը ինքնին այդ բարդությունն ունի, որովհետև աշխատում ենք նախ եւ առաջինը մարդկանց հետ, որը շատ բարդ է, երկրորդը այդ ամեն ինչը լուծումը եւ այլն բեմադրությունը, չգիտեմ, շատ բարդ գործ եմ ընտրել, բայց միևնույն ժամանակ շատ կարեւոր ու ասենց ասեմ մեր սերունդերին փոխանցող ինչ որ իմաստ, որովհետեւ իհարկե մեր վրա է դրված մի փոքր չափով իհարկե այդ պարտականություն չասեմ, որովհետեւ շատ եմ սիրում իմ աշխատանքը, ծառայել թատրոնին, ոչ թե աշխատանք։ Իդեպ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս թատերասերներին, այսօր մարտի 27-ն է թատրոնի միջազգային տոն օրը։ Չգիտեմ, առանց թատրոն, ինձ թվում է թատրոնը ժողովուրդների մեջ խաղաղության այդ դրոշմանիշն է, իրար փոխկապակցված կառույց ձևավորելու։ Առանց թատրոնի ինձ թվում է կյանքը իմաստ չէր ունենա, որովհետև այդ կենթանությունը թատրոնի հետ կապված։ Կինոն կարող է ինչ-որ մի քանի կադր, մի քանի դուբլ, բայց թատրոնը այդ իրական հենց հիմա կատարվող գործողությունը Այո, հույզերը սկսվում եւ ավարտվում են հենց այս պահին եւ զարգացումը տեսնում է արդեն հանդիսատեսը։ Նայեք, այսպեսի բան կա, երբ որ մենք սովորում ենք ինստիտուտում, նոր սկսվում են սերիալային ինդուստրիաները, նկարահանումներ եւ մեզ արգելում էին մեր ղեկավարները, կուրս ղեկավարները արգելում էին նկարահանվել, արգելում էին հավելյալ ինչ-որ գործ բռնել, որովհետեւ պիտի ամբողջ կենտրոնացումը լիներ թատրոնին, ուսման վրա եւ հատկապես հենց թատրոնում, հա։ Հիմա ավելի շատ են այդ գայթակղությունները, հեռուստասերիալներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչքանով եք կարողանում ձեզ դիմակայել, որովհետեւ այդ ուսման process-ը 4 տարիները կարծում եմ պիտի ամբողջությամբ կենտրոնացած լինի հենց թատրոնում։ Իհարկե շատ բարդ է գայթակղությանը դիմակայելը, որովհետեւ երբ երկար ժամանակ զբաղվում ես միայն թատրոնով, հետագայում շատ բարդ է լինում ընկվել ավելի կինոյի աշխարհում, բայց իմ կուրսի ղեկավարը մեզ ոչինչ չի արգելել երբեք, չի ասել չէ, ինքը միայն մեզ խորհուրդ է տվել, որ ավելի լավ է որոշ ժամանակ դու սովորես, կրթություն ստանաս, հետո արդեն դու ինքնուրույն կորոշես որտեղ կցանկանաս լինել, եւ 3 տարի սովորելուց հետո հիմա ես նկատի ունեմ, նայելով այդքան որակյալ ֆիլմեր, որակյալ ներկայացումներ իմ կուրսկայքի հետ միասին, մենք ես ուղղակի առայժմ ինձ դեռ չեմ պատկերացնում էլի սերիալներում, որովհետև որակապես ցածր հեռուստասերիալները ըստիս միայն չգիտեմ ես դեռ շատ պլաններ ունեմ Կատրինի հետ Կատրին ջան, դու դեռ շատ ներկայացում ես մի քիչ շատ ենք փակագծերը բացում, բայց շատ ճիշտ ու լավ պլաններ ունեմ Կատրինին թատրոնում տեսնելու։ Ահա։ Ֆիլմերում էլ բնականաբար, հեռուստասերիալներում էլ չենք բացառում ոչ մի։ Ոչինչ չենք բացառում, ուղղակի մենք այն մարդիկ ենք, ովքեր պետք է թելադրեն ճաշակ եւ որակ, ես կարծում եմ։ Եվ մենք համատեղ պետք է կենտրոնանալ ուսման վրա։ Այո, ուսումը առաջնային է։ Թատրոնը ռենտգեն է, հա, բեմը հատկապես, երբ որ բարձրանում ես բեմ, վերջ, դու ես ու հանդիսատեսը, եւ մի անգամից բեմը քեզ ճակերտավոր մերկացնում է եւ ցույց է տալիս քո հոգին եւ քո գիտելիքների արդյունքը։ Սա շատ կարեւոր է, այնպես որ շատ ավելի լավ է կենտրոնանալ կրթության վրա, որովհետեւ ինչքան էլ լավ խաղաս, եթե աչքերում դատարկություն եղավ, դա մի անգամից հանդիսատեսը զգում է։ Սա շատ կարեւոր է։ Ինչ նախ պլաններ ունեք, ինչ ներկայացումներ հաջորդիվ արդեն, որովհետեւ անընդհատ ուսման process-ում պրակտիկան կա եւ հաջորդ ներկայացումների հետ կապված եթե խոսեմ, ապա կասեմ, որ մտածում եմ էլի հեղինական ինչ-որ գործի հետ կապված, քանի որ հիմա գրում եմ ինչ-որ գործ, սիրո հետ կապված իհարկե, որովհետև իհարկե մերօրյա իրականությունը տալիս է այդ բացը, որ պետք է սիրենք իրար։ Ինչ ժանրում։ Աբսուրդ։ Չէ։ Սիրել աբսուրդ ժանրը։ Սերը բոլոր ժանրերից վեր է ինձ համար, որովհետև սերն ինքնին Աստված է ինձ համար, ու այդ սերն է ինձ առաջ մղում, որպեսզի գրեմ այդ տեքստերը, բեմադրություն անեմ իհարկե,
ու ապրեմ իմ կյանքը։ Սիրո հետ կապված գրում եմ էլի հեղինակային գործ, քանի որ նախկինում ունեցել եմ այդպիսի բեմադրություն հենց հեղինակային գործով, ճիշտ է ռեժիսոր ենք ունեցել, Էլմիրան Սոլոյան իմ բեմադրիչն է եղել ներկայացման, այժմ այս ներկայացման երաժշտության ձևավորողն է Էլմիրան։ Ներկայացումը լինելու է դրամա, ավելի շատ է ժանրային առումով, քանի որ սերը ինքնին այդ արվեստի ճյուղն է, որով պետք է լցնել մարդկանց հոգիները, սրտերը, ամեն ինչ, չգիտեմ, սերը հաղթող ուժ ունի իր մեջ։ Իրականությունից այսօր մի քիչ պակասել է սերը, բայց կարծում եմ, որ այսպիսի երիտասարդության եւ էնտուզիաստների շնորհիվ այդ ամենը կլրացի, որովհետեւ թատրոնը սիրում է էնտուզիաստներին, եթե չեղար նվիրյալ, ապա երկար չես կարող թատրոնում մնալ։ Համեր պետք է ունենանք մարդիկ, ովքեր կտան մեզ այդ սերը ու մոտիվացիա։ Այո, անպայման։ Մոտիվացիա։ Շատ լավ է։ Ես ուզում եմ նվիրել նաև Իջևանի գինուգործանի կողմից առաջարկվող Սափորը, որովհետև այսօր տոն է, միջազգային օրն է թատրոնի եւ բնականաբար կարծում եմ, որ ընկերներով հավաքվելու ու այս տոնը շատ լավ նշելու առիթ է, իսկ այս գինին թող այդ բոլոր քաղցր խոսքերը ավելացնի։ Շնորհակալ ենք շատ։ Մենք անպայման Մեր պրեմիերայի օրը։ Այո, եւ ուզում ենք ձեզ նվիրել Տրամոնտինայի բրենդից խոհանոցային պարագա, որը ունի հատուկ ծածկույթ, որի վրա չեն հավաքվում բակտերիաները։ Կարծում եմ ինչքան որ լավ խաղում եք բեմում, այնքան լավ էլ պատրաստում եք խոհանոցում, այնպես որ սա մի քիչ կթեթևացնի եւ մի նվերը սոնան ունի։ Այո, եւ Դաֆնի խանութսրահի կողմից, որը կանացի է ստատ խանութսրահ է, ձեզ զեղչի քարտամ նվիրում, վստահ եմ, այդտեղ կգտնեք շատ հետաքրքիր հագուստ, չէ, տղան։ Եվ մեկ ամսյակի շրջանակում է։ Իհարկե։ Շնորհավորում ենք ձեզ եւս մեկ անգամ այս տոնի եւ կանաչ ճանապարհ։ Շատ Շնորհակալ ենք շատ, կհանդիպենք։ Անպայման։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտը։ Սիրելիներս ողջույն եւս մեկ անգամ, ես արդեն պետք է այսօրվա շատ համեղ, շատ վիտամիններով հագեցած ուտեստը մատուցեմ, այսօր պատրաստել ենք արիշտայով ապուր, որը հագեցած էր բազմապիսի բաղադրիչներով, հիմա արդեն լցնենք մատուցման ամանի մեջ և տեսնենք, թե ինչ է ստացվել, բայց դեռ պետք է այն զարդարենք, ասեմ, որ այս ուտեստը պատրաստել ենք պսկաթանով, ահա տեսեք որքան գեղեցիկ է այն։ Գույնը, համադրությունը, եւս մեկ անգամ նշեմ, որ այստեղ պետք է կարմիր լոբի էլ օգտագործվեր, իհարկե ես այսօր այդպես չեմ արել, բայց ցանկության դեպքում անպայման ոչ թե ցանկության, այլ օրիգինալ տարբերակում հենց կարմիր լոբով է։ Այսպես, մի փոքր էլ ավելացնեմ եւ իհարկե զարդարենք մեր համեղ ուտեստը։ Սիրելիներս, այստեղ ունեմ էլի մի քիչ հարած պսկաթան, ուղղակի ձևավորման համար ենք սա անում, այսպիսի գեղեցիկ շերտեր անենք, մի հատվածն էլ այս կողմից, Եվ իհարկե ասել եմ, որ մենք բավականաչափ սոխ ունենք տապակված եւ դա էլ պետք է երեսին, այսպես ասած, մատուցենք։ Այսպես, ահա, սոխը այս հատվածում։ Իհարկե ձևավորումը ես առաջարկում եմ, բայց դուք ձեր ցանկությամբ, ինչպես կցանկանաք, ես առաջարկներից մեկն եմ անում։ Իմիջիալոց որքան շատ տապակվի սոխը, այնքան ավելի համեղ կլինի այն, այնպես որ խորհուրդ եմ տալիս բավականաչափ շատ օգտագործեք սոխ այս պարագայում։ Այս մի քիչն էլ այս հատվածում, սա էլ այստեղ։ Այսպես, եւ իհարկե ավելացնենք մեր տապակված անանուխը։ Այս բաց հատվածներում էլ ավելացնենք անանուխը։ Գունային համադրությունը կարծում եմ շատ գեղեցիկ է, այնպես որ խորհուրդ եմ տալիս այսպես զարդարել։ Եվ մեկ հատիկ ես այստեղ ունեմ անկույս, կտեղադրեմ մեջտեղում, որպեսզի գեղեցիկ տեսք ստանա։ Ահա այսպիսին էր այսօրվա իմ առաջարկը, կարծում եմ յուրօրինակ, հետաքրքիր եւ ինչու ոչ այլ խոհանոցից, երբեմն կարելի է աշխարհի խոհանոցներին այս միջոցով ծանոթանալ։ Ես ձեզ շատ եմ սիրում, լավ մնացեք, կհանդիպենք։
Շնորհակալություն Ադրինե, համոզված ենք շատ համեղ է, քիչ հետո անպայման կփորձենք եւ չմոռանանք, որ այս ամենը կարելի համեմել նաեւ այն կոմպոտները, որն առաջարկում է Իջևանի գինու գործարանը, կոմպոտների եւ պահածոների լայն տեսականի եւ բնականաբար գինիների։ Այո, եւ գինու հետ չենք մոռանում իհարկե պանիրների մասին, իսկ առավոտը սկսում ենք կատնամթերք օգտագործելով անարատ կաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաեւ պանիրների լայն տեսականի առաջարկում է Ellola ընկերությունը։ Եվ չմոռանանք Տրամոնտինայի մասին, բրազիլական բրենդ, որն արդեն իսկ Հայաստանում է եւ հարցնել է պետք լավագույն սուպերմարկետներում։ Խոհանոցային պարագաներ, որոնք հասանել են ոչ միայն սիրողական խոհանոցի համար, նաեւ լայն կիրառելի ռեստորանային ոլորտում։ Ձեր լավագույն առիթներն էլ վստահեք բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Իսկ բարբերների հրաշալի վարպետները Master Right Barber Shop-ում պատրաստ են ձեզ յուրաքանչյուր առավոտ, օր եւ օրվա բոլոր ընթացքում տալ այն սանրվածքը եւ խնամքը, որը հատուկ է հենց բարբերներին, այնպես որ այցելեք այնտեղ եւ միանշանակ օրը կլինի հիանալի։ Եվ իհարկե չենք մոռանում ոճային լինելու մասին, գարունը եւ գարնանային թիթիզ լուքերը կարող եք գտնել Դաֆնի խանութ սրահների երկու հասցեներում Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այս շատ էսթետ խանութ սրահներում արդեն ներկայացված է ամբողջ նոր գարնանային տեսականին, այնպես որ անպայման այցելեք եւ տարբերվեք ու ընդգծեք ձեր ոճը Դաֆնի հետ միասին։ Արչևում մայրության եւ գեղեցկության տոնն է ապրիլի 7-ը եւ մայրիկներին եւ շատ սիրելի մեր կանանց պիտի նվիրել են կարեւոր խոսքերը այստեղ Արևբացիկում տեղ են գտել Շիրազի խոսքերը մորը սրտի հետ աշխարհն եմ չափել էլի մեծերնա մեծերու անգին այս բացիկը թող տեղ գտնի այն ծաղիկների մեջ որը կնվիրեք ձեր մայրիկներին իսկ բացիկները հարցրեք քաղաքի ծաղկաշատ եւ քաղցր վայրերում եւ Կայզեր սուպերմարկետում Եվ վերջում շնորհակալություն ձեզ շատ սիրելի հեռուստադիտողներ կրկին առավոտը մեզ հետ սկսելու համար եւ շնորհակալություն մեր ամբողջ մեծ թիմին այսօրվա մեր եթերը կրկին անխափան ապահովելու համար։ Եվ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։